Գյումրիի օդանավակայանից շաբաթական 2 օր Եվրոպա մեկնելու հնարավորություն կա։ Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ առաջին թռիչքը՝ Կիպրոսի Լառնակա քաղաք։ Չվերթի տևողությունը 2 ժամ 20 րոպե է, տոմսի արժեքը մոտ $18։ Գյումրիի օդանավակայանից մինչ այդ չվերթներ էին իրականացվում միայն դեպի Ռուսաստան։ Ապրիլի 23-ին Հայաստանի կառավարությունն ընդունել էր աջակցության ծրագիր Հայաստանում բազավորված այն ավիաընկերությունների համար, որոնք այստեղ կունենան մասնաճյուղ առնվազն 2 մշտական օդանավով, իսկ աշխատողները գրանցված կլինեն հայկական մասնաճյուղում։ Բայց ավիաընկերությունը ֆինանսական աջակցություն կարող էր ստանալ միայն այն դեպքում, եթե առնվազն 1 նոր ուղղությամբ չվերթ ունենա Գյումրու-Շիրակ օդանավակայանից։ Ծրագրին դիմել էր միայն Wizz Air հունգարական ընկերությունը, որն արդեն մատչելի գներով չվերթներ է իրականացնում և հոկտեմբերի 1-ից բազավորվել է Հայաստանում։ Գյումրիի Շիրակ օդանավակայանը գործում է 1961 թվականից։ Այն հիմնանորոգվել է 2007 և 2021 թվականներին ու հիմա կարող է ավելի մեծ թվով ուղևորներ սպասարկել։